Շիրակի մարզում մոտ 50 միլիարդի շինարարություն է արվում։ Թվերը փոխվում են, շինարարի կամ նախագծողի հետ ունեցած խնդիրները ոչ։ Մեզնից ակնկալել անթերի աշխատանք հնարավոր չի, բայց մեզնից ակնկալել շարունակաբար լավացող որակներ, դա վստահաբար այդպես է։ Մինչ վարորդները անխոճնդոտ կհաղթահարեին Գյումրի Արևիկ Այգաբաց Վարդակար 14 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու Շիրակի մարզպետը տեղում շինարարի հետ խոսեցին աշխատանքների ժամկետների ու ծավալների փոփոխության մասին։ Շինարարի հետ կապված խնդիրներ կար, մի փառք Աստծո խնդիրները լուծվել են։ Ճանապարհի շուրջ կեսը արդեն ասֆալտապատվել էր, այս օրերին էլ եւ այսօր էլ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել ճանապարհը արդեն նախագծի փոփոխությամբ։ Ավելանում է գոյուղատար համակարգի փոփոխման աշխատանքները Գյումրու Նորավան թաղամասում, որ այդ ճանապարհի շարունակությունն է։ Անցյալ տարի նախագծի մեջ մտցվել գոյուղին, այդ թաղամասի, այս տարի պիտի որ ամբողջությամբ կարողանանք ավարտել։ Այստեղ մինչև տարեվերջ իսկ Գյումրու Շիրակացի փողոցում արդեն երկշաբաթյա ժամկետներ են տալիս ասֆալտապատման ներքին շերտի համար։ Առնվազն ներքին շերտի ասֆալտապատումը ամբողջությամբ այս տարվա ընթացքում ավարտած կլինենք, կախված եղանակային պայմաններից կքննարկենք նաև տարվա ընթացքում վերին շերտի տեղադրման աշխատանքները։ Դանդաղումներ, անորակ աշխատանք, վատ վերահսկողության արդյունք է սա, թե բանն այն է, որ օրինակ շինարարական մեծ ծավալների մրցույթներում առնվազն 2 կազմակերպություններ են հաղթում։ 27 փողոցի շինարարական աշխատանքների մրցույթում հաղթող են ճանաչվել ընդամենը 2 կազմակերպություններ եւ մենք ճանապարհն էլ մարզպետ Արուշանյանի հետ քննարկում ենք մեր հետագա ծրագրերում այն տրամաբանության մեջ մրցութային գործընթացը կազմակերպենք, որ հնարավորինս շատ լոտեր դրվեն մրցույթի եւ հնարավորինս տարբեր եւ մեծ կարողություններ ունեցող շինարարներ մասնակցեն։ Ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի տարբեր բնակավայրերում արդեն իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակից դժգոհություններ կան, ինչից ելնելով նախարարի խոսքով նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող աշխատանքների մասով էլ պետական լաբորատորիայի փորձարկումները պարտադիր պայման են դարձել եւ այս դեպքում էլ էլի պետբյուջեից համաֆինանսավորումը տալու ենք բացառապես պետական լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում։ Դավիթ Խուդատյանի այցը Շիրակի մարզ անմասն չի մնացել ՖԶԵՊ-ի Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագրով իրականացվող անի եւ ավստրիական թաղամասերի ճանապարհների եւ փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումից։ Մեր համար մեկ խնդիրը այն է, որ մենք արդեն գարունը բացվելու հունվար-փետրվար ամսին մենք շինարարին գիտենանք ով է, քանի լոտի ենք բաժանել այդ շինարարությունները, որ մենք գարունը բացվավ հնարավորություն եղավ թե չէ տեխնիկան մտնի ներս։ Մրցութային փաթեթները ենթադրվում են նոյեմբերի վերջ, արդեն մենք պատրաստ կունենանք մի հատ մրցութային փաթեթները կնայենք եւ համատեղ մեր արդեն հավանության արժանալու ֆիքսելու դեպքում կասենք, որ գնում ենք մրցութային գործընթացին ու դրա մասին կասենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը լսել է պատասխանատուներին, քննարկել բարձրացրած հարցերն ու հանձնարարել ՎԶԵՊ պատասխանատուներին երրորդյա ժամկետում ներկայացնել առաջիկա անելիքների հստակ գրաֆիկը, ընդգծելով ժամկետներն ու գործընթացների տևողությունը։ 37 փողոցի մասին է խոսքը նախագիծը, ըստ առաջադրանքի եղել է 16 կիլոմետր այդ 37 փողոցը, սակայն գործընկերների հետ աշխատելուց այդ 16-ը դառել է 18 կիլոմետր։ Փաստացի այդքան ա եղել, մենք 18 կիլոմետր նախագիծ ենք ներկայացնելու։ Մեր մոտ այս պահին ընթացքի մեջ է ստորգետնյա ջրահեռացում, լուսավորություն, ոռոգման համակարգ ունենք, որ պետք է մտնի, ոռոգման համակարգը, հաղորդակցուղիները, երթևեկության կազմակերպման սխեմաները, այս ինչը թվարկեցի, սրանք ընթացքի մեջ են, այս պահին։ Այսինքն տեղում աշխատում եք նախագծում էսկատորները ունենալու համար։ Այո։ Ճանապարհաշինական կանգառներից ու քննարկումներից զատ Դավիթ Խուդատյանն ու Դավիթ Արուշանյանը շրջել են վերանորոգման ավարտական փուլում գտնվող 2 մանկապարտեզներում։ Աշխատանքների արդյունքում Արևիկ ու Լապտերիկ մանկապարտեզները հնարավորություն կունենան սահմանված տեղերի շրջանակում ընդլայնել խմբերը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։